եւ ցավոք սրտի դեռ շաքարախտը չսկսված 5-ից 8 տարի մենք ունենում ենք թաքնված գլուկոզայի յուրացման խանգարում բայց եթե այդ անհատը գնա առավոտյան ստուգի արյան մեջ գլուկոզա նրա մոտ առավոտյան նորմալ է լինելու 5-ից 8 տարի տևում է խանգարումը որ դա վատացած է այսինքն 2 ժամ հետո ուտելուց նա պետք է ստուգի քանի որ նորմագոյությունի ոչ միայն սոված առավոտյան այլև ամեն ուտելուց հետո դա պետք է յուրացվի գա նորմայի արդյոք նա յուրացում է իսկ ով է ստուգում երբ որ ինքը շաքարախտ չունի նույն շաքարախտ ունեցողները չեն ստուգում 2 ժամ հետո էլ ուր մնաց մարդը որը շաքարախտ չունի եւ ինքը բաց է թողնում այն ժամանակահատվածը որ սկսում է աստիճանաբար գլուկոզան վատ յուրացվել որի անունը մեր բժիշկներով դնում են գլուկոզայի հանդեպ ռեզիստենտություն կայունություն նա չի զգում ինսուլինը որ յուրացվի մենք այս ժամանակահատվածը 5-ից 8 տարի բաց ենք թողնում բայց գիտեք սարսափելին ինչումն է այդ տարիները որ մենք բաց ենք թողնում մինչև շաքարախտը լրիվ զարգանում է եւ դուք առավոտյան սոված ունենում եք արդեն գլուկոզայի խախտում հենց այդ տարիներին երբ մենք ունենք գլուկոզայի յուրացման դժվարություն տուժում է սեռական համակարգը տեսակ որտեղից որտեղ ինչ ստացվեց